Ինչ նշանակություն ունի եկեղեցին հայ ժողովրդի համար եւ ինչպես եք վերաբերվում եկեղեցու հանդեպ իշխանությունների հալածական վերաբերմունքին ու հարձակումներին։ Շատ վատ։ Թշնամիներ են հայ ազգի։ Ամենտեղ էլ խնդիր կա։ Բայց կարելի է բարեկամաբար, մարդասիրաբար ազգովի լուծել տենց հարցեր չկա, որ չլուծվի, բայց ոչ այդ մեթոդներով, որ այսօր իշխանությունը գործադրում։ Եկեղեցին հայ ազգի հիմնակարն է, նրա շուրջ ունենք մենք համախմբում։ Եվ այս վերաբերմունքը ինչի կհանգեցնի։ Կործանման։ Ամբողջ այս հոգևոր կյանքը, որ ապրել է 1700 տարի, իհարկե առաջնակարգ դեր է եղել, ինձ թվում է այդ հոգևորականը ինչ էլ ասի, ինչ էլ անի, դա իր կարծիքն է, բամարդ իր սեփական կարծիքը չունենա եւ հատկապես հոգևորականը, բայց ժողովրդի դարտով ապրող մարդ է, հոգևոր կյանքով ապրող մարդ է, այսինքն նրա կյանքը արդեն երկակի է, ոչ միայն հոգևոր, այլև ժողովուրդը ինչպես ապրում է, նա պետք է դատողություններ անի, թե չէ, եւ դատողության համար դատել ինձ թվում է աբստրակտ մտածելակերպ է, ոչ իրական։ Այդպես բան ինձ թվում է չի կարելի անել, հոգևորական անա պետք է ասիել, խոսիել, իր դատողությունները բարձրաձայն ասի պետք է։ Ու դատողության հետևին հանցագործություն փնտրել։ Ես նորմալ մտածելակերպ չի։ Եկեղեցին կա ու պետք է լինի։ Միշտ եկեղեցին հայ ժողովրդի համար առաջին տեղում է եղել։ Եկեղեցին մեզ համար մեծ նշանակություն է, որպես հայ քրիստոնյա։ Ունեն արժեքներ, որով որ ազգը կա, կլինի, ու դրանց առաջի տեղում հենց եկեղեցին է, մեր ընտանիքի համար։ Եվ յուրաքանչյուր հայ ընտանիք, որ իսկապես հայ ընտանիք է, պետք է այդ արժեքները երբեք չմոռանա։ Սրբությունն է դա մեր, առանց եկեղեցու հայ ազգը չի կարող ապրի։ Ամեն նեղին եկեղեցին բոլորիս հարեհասա, թե զինվորներին, թե տկարներին, թե ամբողջ Հայաստանին։ Իզուր են եկեղեցուն, չգիտեմ, անշնորհքություն պետք չի անել։ Եկեղեցին մեր հավատն է, մեր հույսն է, մեր սերն է, մեր մաքրությունն է, մեր ընտանիքի ամրությունն է, ոնց բացատրեմ սիրելիս։ Սխալ են անում, որ ապուշ բաներ են ավել պակաս խոսում, պետք չի շատ բացվել, բայց եկեղեցին մեր ընտանիքն է, մեր տունն է, մեր հանգրվանն է, ոնց բացատրեմ, առանց եկեղեցու մարդը հայ ազգը չի կարող ապրել։ Եկեղեցին մեր հայերի համար սրբություն է, որը որ հավատքով ենք մոտենում մեր սրբությանը, իհարկե այսօրվա իրավիճակը գնահատում եմ շատ բացասական, եկեղեցու նկատմամբ կարելի ասել թրքության են տանում, չգիտեմ, չեմ ընդունում այս իրավիճակը, մեր քրիստոնեությունը չպիտի այսպես ոտնահարվի, ինչպես հիմա անում են մեր իշխանությունները։ Եթե դեմ են ել նման եկեղեցու, պետք է պատերազմ լինի հոգևորականների միջոցով։ Եկեղեցուն բոլոր քրիստոնյաների համար, ոնց որ ասեմ, շունչն է, առանց եկեղեցու մենք չենք կարող ապրել։ Եկեղեցու դեմ ոչ մի բան չի կարելի գնալ, Աստծո դեմ չի կարելի գնալ։ Դա իրանց մեջի կռիվներն է, չի կարելի։ Աստծո դեմ դա սխալ բան է, դա մեղք է։